Բարի երեկո, կարծում եմ բոլորի համար շատ լավ շաբաթ երեկո պետք է լինի։ Այսօր մենք խոսելու ենք մի դեպքի մասին, որը իմ համար շատ մտահոգիչ էր։ Դուք գիտեք, որ ամբողջ անցյալ տարի մենք զբաղվել ենք Գագիկ Խաչատրյան եւ իր արբանյակներով, այն մարդկանցով, ովքեր որ այսպես պորտալարերով բոլորը կապված են իրար հետ կոռուպցիոն գործարքներով։ Այս եթերը պետք է լիներ երեք, ուղղակի հոսանքազերծման պատճառով հնարավորություն չեղավ հեռարձակել եւ այսօր է հեռարձակվելու այս եթերը։ Ինչի մասին է խոսքը։ Մենք ամբողջ անցյալ տարի նամանավանդ երկրորդ կիսամյակում շատ ենք խոսել Գագիկ Խաչատրյանի, նրա մտերիմների, Կարեն Դավթյանի, հետո եթե որևէ մեկ ասի իրար հետ կապ չունեն, ես որոշակի փաստաթղթեր ցույց կտամ Դեմիրճյան փողոցում կատարված գործարքներից, բայց մենք հիմա շատ որոշել ենք ֆորմատը փոխել կարճ, էպիզոդ առ էպիզոդ, որովհետև ընդհանուր եթերը տևում է այնքան հանցագործություններ են արել, որ եթերը ժամեր է տևում, դրա համար մենք սենց կարճ անդրադառնալու ենք։ Եվ այդ Գագիկ Խաչատրյանով թեմայի մեջ, որ մենք միշտ ասել ենք, կա Դայան Սերոպը վերջինիս խնամին, Դայան Սերոպի մոտագույն մնացած ընկերները, Կարեն Դավթյանի որդին, Սասուն Խաչատրյանի եւ այլն, որոնցով մարդիկ փորձում են այդ փողերը լվանալ։ Այս կոնկրետ այս եթերի համար հիմք հանդիսացավ մի լուսանկար, որը հիմա կտեղադրվի, որը ես տեսել եմ դեռ դեկտեմբերի 10-ին, ուղղակի հետո նոր տարի, Սուրբ Ծննդյան տոներ եւ այլն, նրա համար որպեսզի կտրատված չլինի, լինի շարունակական, այն ինչ որ լինելու է հիմա, սրանից հետո մենք չենք տեղադրել։ Դեկտեմբերի 10-ին համացանցում ես տեսա, որ New City Project-ը եւ Best Western կազմակերպությունները ստորագրել են համագործակցության պայմանագիր Պալադա նախագծի շուրջ։ Եվ ինչի մոտ մտահոգություններ առաջացրեց, երբ որ ես տեսա իշխող կուսակցությունից բավականին ներկայացուցիչներ, այդ թվում Բաբկեն Թունյանը, որը հեսա տեսնում եք կանգնած է Կարեն Դավթյանի որդու հետ։ Ինչն է ինձ համար մտահոգիչ այս թեմայի մեջ։ Հիշենք, թե ով է Կարեն Դավթյանը, հիմա մենք հետևը կդնենք, եւ իրանց կապը Գագիկ Խաչատրյան բան այդ ամբողջ համույթի հետ։ Ուրեմն Կարեն Դավթյանը հայտնի է բոլորիս թիվ ՀԿԴ 02560123 քրեական վարույթով եւ դատաքննության այդ գործը դատարանում է գտնվում հակակոռուպցիոն, երբ Երվանդ Զախարյանի հետ մեր շատ սիրելի երիտասարդական պալատի ասած կուկուռուզի գործով եւ ուր ինքը օժանդակել է Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահմանը եւ երիտասարդական պալատի վարձակալության հանձնված հողամասը օտարվել է շուկայական արժեքից մոտ 4 միլիոն դրամով պակաս, 4 միլիոն ոնց որ, թե 400 միլիոն, չեմ, նայեք ինձ մեծ թվերի է։ Հիմա Կարեն Դավթյանը մինչև է տեղել է ընդամենը պաշտոնյա Երևանի քաղաքապետարանում։ Հիմա մարդը եւ մարդու տղան կառուցում են Պալադա համալիրը։ Արդյոք այս 4 միլիարդ 400 միլիոն դրամի մեջից բան չի տեղավորվել այստեղ, եւ իմ համար զարմանալի է, որ դուք պարոն Թունյան, որ միշտ եղել եք շատ հանդուգն լրագրող, գրել եք հոդվածներ եւ կոռուպցիայի դեմ պայքարել եք, հայտնվում եք այս մարդկանց կողքին։ Սա առավել եւս ինձ համար, եթե որպես լրագրող այդտեղ լինեիք, ես չէի զարմանա։ Բայց հիմա պետք է հասկանանք նախքին թե ներկա 2018 թվականին այս իշխանությունը եկավ կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգով, որ նախկինները պետք է դատվեն, պետք է վերադարձվի պետբյուջե ամբողջ թալանը եւ այլն, եւ ժողովուրդը ոգևորված հետևեց այդ լոզունգներին։ Ինչ ենք տեսնում 2025 թվականի դեկտեմբերին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ падգամավոր տնտեսական հանձնաժողովի եւ այլն, Բաբկեն Թունյանը կանգնած է մի մարդկանց մոտ, ովքեր մեղադրվում են այս կուկուռուզի մեր սիրած երիտասարդական պալատի, սա ընդամենը մի էպիզոդ է։ Մենք շարունակաբար հեսա ներկայացնելու ենք տարբեր էպիզոդներ Կարեն Դավթյանի եւ նրա մտերիմների Սասուն ինքը անունը Սասուն Ռուսաստանում Սասունը երևի բարեհունչ չի, Ստյոպա է ներկայանում, բայց Սասունի որդին, Կարեն Դավթյանի որդին, իրենց բարեկամական կապը, Քավոր Սանիկությունը եւ այլն, այսինքն այսօր ստեղծվել է մի խումբ, որը 2025 թվականի 1 թվականին
Երևի որտեղ հաց այդտեղ կաց, նախկին ներկա գոյություն չունի։ Ինձ համար շատ հետաքրքիր է։ Այդ Պալադա հյուրանոցային համալիրը, որ գումարներով է կառուցվում, արդյոք այս 4 միլիարդից է, որ տենց էժան են վաճառել, ինչն է ստիպել չէ ժամանակ, որ էժան վաճառեն, պետությանը վնաս հասցնեն, պարոն Թունյան, եւ դուք այսօր կանգնացեք իրանց կողքին։ Եվ պայմանագիրաստորագրում մի կազմակերպության հետ, որն էլ մեր համար շատ ծանոթ է, Best Western-ը, Կոնգրես հյուրանոցը, որն էլ կապվում է Քոչարյանի անվան հետ։ Հիմա մի հատ պետք է պարզել նախկին ներկա, թե նախկին ներկա սուրբ իրավահաջորդություն եւ հիբրիդային կապ։ Ես ընդհանրապես հարց եմ տալիս եւ իմ համար անհասկանալի է։ Անհասկանալի է, այս մարդիկ բոլորը ովքեր այնտեղ կանգնած են, բացի հա Թունյանից, պետք է ճաղերի հետևում գտնվեն եւ Best Western-ի ներկայացուցիչներից վաղուց։ Եվ այս շոու ծրագիրը, որ կոչվում է, հա, սենց երկար տևող դատաքննություն, վերջում Հասմիկ Պողոսյանի պես համաներում է կիրառվելու, այսինքն այդ փողերը մխսվելու են մի հատ հավ, մի հատ ճիվ գողանալու համար, մարդիկ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում։ Ինչ նախնդիրը, թե փողը մուտտեղ է լույս է տալիս, պարոն Արթուր Պողոսյան եւ քննչական կոմիտեի, բայց դες հարց ունեմ ուղղելու։ Ինչ է այս մարդիկ այսօր գտնվում են ազատության մեջ։ Եվ դե նայում եք պատգամավորների հետ, սենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորների հետ, արդյոք կա այստեղ բարձր հովանու խնդիր, հա? Հովանավորելու, որպեսզի այս մարդիկ հանկարծ չդատվեն։ Արդյոք որևէ մեկը հակակոռուպցիոն կոմիտե պարոն Նահապետյան ճշտել այդ Պալադայի կառուցման համար գումարների ծագման օրինականությունը։ Ես հեսա կասեմ, թե այդտեղ որտեղից է գալիս օրինականությունը, չնայած ես հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար չեմ։ Ազգային անվտանգության ծառայություն, պարոն Սիմոնյան, միգուցե մի հատ նայեք։ Ես չեմ կարծում, որ ՔՊ պատգամավորի այդտեղ գտնվելը պետք է խոչընդոտ հանդիսանա, որպեսզի մենք պարզենք, թե ինչու այս մարդիկ, որ արդեն պետական բյուջեին, այսինքն մեր երկրին 4 միլիարդից ավել վնաս են տվել, նման կասկածահարույց գործարք կատարելու համար, իսկ 4 միլիարդի վնաս տալիս են այն դեպքում, հա, երբ որ կա որոշակի մոտիվացիա։ Ես այսօր դատախազ չեմ, դատավոր չեմ ուզում, բայց շատ լավ կլիներ, որ լինեին նորմալ դատախազներ, նորմալ դատավորներ եւ մուրճը խփելուց հետո այս խումբը հայտնվեր ճաղերի հետևը։ Եթե սրանք ճաղերի հետևը չեն 4 միլիարդ պետությանը վնաս պատճառելու համար, այդ դեպքում Նուբարաշենում, Արմավիրում եւ շատ տեղեր շատ մարդիկ պետքա դուրս լինեն։ Նաեւ մարդիկ, որոնք ոչինչ չեն արել։ Եվ իրանց քաղաքական հայացքներով են այսօր գտնվում կալանքի տակ։ Իմ համար անհասկանալի է։ Պարոն Թունյան, ձեզնից ուզում ենք ճիշտ ասած, եթե իհարկե հարկ կհամարեք բացատրություն, թե ոնց է որ դուք այնտեղ եք հայտնվել, մի կազմակերպություն գործարքա կնքում, որի անունը Քոչարյանի անվան հետ է կապված։ Այս կողմը կանած են մարդիկ, որոնք միլիարդների վնաս են տվել պետությանը եւ մեջտեղը կանած եք դուք։ Եվ հիմա ես ուզում եմ բացատրեմ ընդհանրապես շատ կարճ ու սրա այստեղ sense կարճ եթերներով ձեզ բացատրելու ենք who is who yellow pages and դեղին էջերում որ գրում են։ Հիմա մի հատ ուզում եմ այստեղ կանայեք թե ով է կառուցապատողը New City Project-ն է Պալադա հյուրանոցային համալիրի, հա մնագա այն որ բազմամիլիոն, մնագա միլիոննի, բազմամիլիոն հյուրանոցային համալիրի եւ բնակելի շենքի, հա, կառուցապատողը New City Project-ն է։ Ով է New City Project-ը, ինչ կապ կա Գագիկ Խաչատրյանի Դայան Սերոփի եւ մնացածների հետ։ Մենք այս տարի հասնելու ենք ձեր բոլորի կալանավորմանը։ Եթե չեղավ, կասեք չեղավ։ Հիմա նայենք, ով է New City Project-ը, խնդրեմ։ Գեղամ Կիրակոսյան։ Գեղամ Կիրակոսյանը ես խնդրեմ մի հատ էս մի բանը դրեք, որպեսզի պարզ լինի։ Տեսա, չէ՞, Գեղամ Կիրակոսյան, որը 99% բաժնետեր է New City Project-ում, New City, նայ, Գեղամ Կիրակոսյանը սրա որդին է, այս Սասուն Ստոպայի որդին է, միտեղ Սասուն է, ուրաս Մատիպեր Յանատաշը, он где-то Сасун, где-то Степан, не разберешься, где Սասուն, а где Ստիպան։ Ստեփանի որդին է, որը եւս եղել է կադաստրի արխիվի պետ, այսինքն այս բոլոր խումբը միշտ իրար հետ կապ ունեցել եւ բոլորը եղել է հենց այդ անշարժ գույքի ոլորտում Երևանի քաղաքապետի պաշտոն զբաղեցնող Գագիկ Խաչատրյանի զբաղացրած պաշտոնները, եթե իրար հետ համակցում ենք, այսինքն սա առերևույթ հանցավոր կապերի մասին է խոսում։
Հիմա մենք տեսանք այնտեղ, որ Պալադա համալիրը կառուցապատում է New City Project-ը։ New City Project-ը էս նայ, տես նորից եմ ցույց տալիս։ Սա է Սասուն Ստեփանի որդին է, Գեղամ Կիրակոսյան։ Տես Սասուն Կիրակոսյանի որդին է։ Սասուն Կիրակոսյանը իր գիտակից կյանքում եղել է կադաստրի արխիվի պետ։ Ինձ հետաքրքիր է կադաստրի արխիվի պետը որտեղից իր որդին ունի նման գումարներ, հեսա տեսեք գումարը գրած է, ինչքան դա էս պրոստը գումարը, էս տենց էլի, մի հատ նախաճաշի գումարն է։ Որտեղից ունի այս գումարները, եւ արդյոք կադաստրի արխիվի պետի աշխատավարձը այդքան բարձր է եղել, թե Դոմ Ռուսկոյ կնիգից в ռուբլях Սասուն, տոնժը Սասուն, օնժը Ստիպան ստանում է այդ գումարները։ Չէ, այստեղ խավոր սանիտության հարցն է, որովհետեւ կա լուրջ կապ Կարեն Դավթյանի եւ Սասուն Կիրակոսյանի միջեւ։ Եվ այստեղ է, հիմա եկեք մի հատ հասկանանք, այս New City Project-ի տնօրենն է այ Կարեն Դավթյանի տղան է։ Կարեն Դավթյանը 50,000 դրամով է մտել այդտեղ, հետո հիմա նայեք ոնց է աճում էս Սասունի տղան ֆոկուսնիկ։ Եվ այստեղ Վայ Դավթյանն է, ինչի է այս փոխակերպումները կատարում, ընդհանրապես փողերի լվացման ժամանակ միշտ փոխվում են դերակատարները, բայց լինում են նույն շրջանակներից։ Եվ այստեղ ուրիշ հարց է ծագում, քանի որ Կարեն Դավթյանը այսօր անցնում է քրեական վարույթով եւ քրեական գործը գտնվում է հակակոռուպցիոն դատարանում, որոշել է մաքսիմալ իրան մաքրի, բայց բերի կանգնացնի իր տղային Կարեն Դավթյանին, այդ Վահե Դավթյանին Բաբկեն Թունյանի կողքը։ Պարոն Թունյան, դուք չգիտեք ինչով է զբաղվում։ Հետաքրքիր է։ Բա դուք տնտեսական հանձնաժողովի, չգիտեմ, շատ երկար էր այդ պաշտոնը, իմ ընկալման շեմը այդքան բարձր չի։ Բա դուք այդ տնտեսական հանձնաժողով չեք հետաքրքրվել, որտեղից այդ գումարը։ Պալադա կառուցելու համար։ Ես դες հետո կբացատրեմ։ Հաջորդ եթերում մենք անդրադառնալու ենք դրան։ Այս ամբողջ խումբը միշտ իրար հետ կապի մեջ է եղել։ Կարեն Դավթյան, Ստեփան Սասուն, ինչ է, Կիրակոսյան, Երևան Զախարյան եւ Գագիկ Խաչատրյան։ Հիմա եթե մեկն եք ինձ ասի, բա Գագիկ Խաչատրյանը ինչ կապ ունի, ես Գագիկ Խաչատրյանի սա իր փեսա, իր արբանյակ, ածանցյալ Դայան Սերոփի միջոցով է կապը։ Եթե հանգած որևէ մեկ ասի, չկա նման բան, այս ինչի եք բերում իրար խառնում, պարոն Գագիկ Խաչատրյան, գնացեք ձեր փեսայից հարցրեք, Դեմիրճան հասցեում, ոնց է պատահում, որ այս նույն Գեղամ Սասունի Կիրակոսյանը մասնակցում է ձեր խնամի Դայան Սերոփի գործարքներին, ԱՍԴ համալիրին Ադոնց 18, Լամբրոն ԲԲ Այս մնացածի մասին, մանրակրկիտ, թե մեր հարկատուների գրպաններից, պետությանը վնաս պատճառելով, այդ գումարները գրպանելով, ոնց են կառուցվում այս նորակառույցները եւ ինչ գումարներով, եւ էլի ինձ համար անհասկանալի է, պարոն Թունյան, դուք լինելով իշխող իշխանության ներկայացուցիչ, կարկառուն պայքարող կոռուպցիայի դեմ, քանի որ ձեր կուսակցության ղեկավարը միշտ նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը, ինչ հետաքրքրություն ունեք, որ գնում կանգնում եք այս մարդկանց կողքին, առանց պարզելու, թե այդ Պալադայի կառուցապատման համար գումարները, ինչի դուք չգիտեք, որ Կարեն Դավթյանն ու Երևան Զախարյանը քրեական վարույթով են անցնում, որ մեր պետությանը 4 միլիարդ 400 միլիոնից ավել վնաս են պատճառել, դուք իրազեկված չեք եղել, դուք բնականաբար իրազեկված եք եղել, որովհետև դուք եղել եք 168 ժամում լրագրող եւ բավականին լավ հոդվածներ եք գրել։ Ինձ համար սա անհասկանալի է եւ իմ համար անհասկանալի է, ինչու են այս մարդիկ դեռ ազատության մեջ, քանի որ օգտագործելով իրենց ռեսուրսները, նաև կապերը, պատգամավորների, իշխանությունների հետ, սրանք իբր թե նախկին էին։ Տեսնում եք ոնց է նախկին ու ներկան հիբրիդային սերտաճում օգտագործելով կարող են ճնշում գործադրել իրավապահ համակարգի համար եւ իրավապահ համակարգի վրա եւ այստեղ շատ լուրջ խնդիր է, եթե հիմա դատախազությունը ձեռնամուխ չլինի եւ չհանձնարարի, որպեսզի քննչական կոմիտեն, չնայած քննչական կոմիտեն էս վերջերս ոնց որ թե
արձակուրդի մեջ է գտնվում, վճարվող արձակուրդի մեջ, անվճար արձակուրդ չի սա, եւ չի ուզում քննի են բոլոր գործերը, որ վերաբերվում է խոշոր կոռուպցիոն գործարքների, այդ թվում պարոն Պողոսյան, Արցախի ներդրումային հիմնադրամ, Կոմիտաս Կարապետյան, Արման Հակոբյանյան եւ այլոք։ Ինչի՞ է Գագիկ Խաչատրյանը ազատության մեջ, ու հետաքրքիր է։ Ես օրինակ այդ Նարեկ Սամսոնյանի կյանքում ոչ ճանաչել եմ, ոչ հետը շփվել եմ, ոչ ընկեր եմ, ուղղակի նայում եմ, այս մարդը բերում են սայլակով, հա, բայց ինքը գտնվել է, ես չգիտեմ, եթե այսօրվա դրությամբ դեռ գտնվում է, թե չէ, կալանքի տակ։ Գագիկ Խաչատրյանը անվա սայլակի վրա հայտնվում է մենակ այն պարագայում, երբ որ խափանման միջոց էին ուզում փոխեին, ինչու է նա դուրսը, ինչու քրեական վարույթներ չի նախաձեռնված նույն Դայան Սերոփի, որովհետև Գագիկ Խաչատրյանի գումարները նույն Գեղամ Սասունի Կիրակոսյանի միջոցով լվացվում է Դեմիրճան 16 հասցեում, ինչու։ Մենք այս ամեն ինչին անդրադառնալու ենք, բայց պարոն Թունյան, ձեզնից սպասում ենք արձագանքի եւ նաեւ արձագանքի եմ սպասում իշխող կուսակցությունից, արդյոք հարյուրը քաղաքացիական պայմանագրի կոռուպցիայի դեմ պայքարող պատգամավորին լինել, առերևույթ բառն էլ չեմ օգտագործում, կոռուպցիայի եւ պետությանը վնաս պատճառող, մեծ վնաս, 4 միլիարդի վնաս պատճառող անձանց շրջապատում։ Մենք մոտ օրերս ավելի մանրամասնելու ենք Դայան Սերոփի, Գագիկ Խաչատրյանի, Սասուն կամ Ստյոպայովի, ինքը մի օր կողմնորոշվի, ինքը Սասուն է, թե Ստյոպայա, իրա եւ իր տղայի, Դավթյան Կարենի, իրանց բոլոր կազմակերպությունների կապը եւ պահանջելու ենք, որպեսզի հակակոռուպցիոն կոմիտեն, նայեք ասեմ, ինչքան էլ չուզենաք ստիպված աշխատելու եք հակակոռուպցիոն կոմիտե եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, որովհետեւ մենք կարող ենք նաեւ հանրային ճնշում գործադրել եւ գալ այդ դռների առաջ կանել։ Եվ դուք պարտավոր եք, դուք դրա համար աշխատավարձ եք ստանում, ես աշխատավարձ չեմ ստանում, դուք պարտավոր եք պարզել սրանց եկամուտների ծագման աղբյուրը։ Ոնց ստացվեց, որ որևէ խեղճ ու կրակ մարդ չի կարողանում պալադա կառուցի, հետաքրքիր է։ Եվ ինչ գումարներով, հանկարծ այդ վարկեր-մարկերի սուտի պատմությունը մեջտեղ չբերեք, էլի եմ ասում, Սասուն, Ստեփան Կիրակոսյան, Կարեն Դավթյան, դու կուվորթին, Սասուն, դու կուվորթին, վերջում Սասուն ջան, քրոջդ կապնել ենք այդ պետական գույքի կառավարման, այդ Կարինե Կիրակոսյանի կապնել ենք բերելու այստեղ մտցնենք։ Ընդհանրապես ձեր ցեղում շատ տարօրինակ բաներ է կատարվում։ Քո, այսպես ասած, պլիմյանիկներն էին, չէ, որ դատապարտվեցին փողերի լվացման, հոդվածով, չգիտեմ, բանկից գումարների յուրացման, հա։ Ինչի եք ուզում, որ ես այդ ամեն ինչը բարձրաձայնեմ, եւ այս Դայան Սերոփի կես կլոր դեմքով մայկատրուսիկ ծախողի կապը, թե իրան ոնց են օգտագործում, որպեսզի գումարները լվացվի։ Շատ վատ շրջապատում եք հայտնվել, պարոն Թունյան, ես լինեի ձեր տեղը հաստատ չէի գնա կանի։ Լավ եղեք, սպասենք մեր հետագա եթերին, տեսություն ձեզ։